Մենք ունենք առաքելություն, մենք ունենք միսիա, եւ հենց սրա մասին եմ ուզում ես այսօր խոսալ, քո միսիայի հիմքերը, քո առաքելության հիմքերը, իմ առաքելության հիմքերը, ինչպես եւ ցանկացած կառույց առաքելություն էլ պիտի ունենա հիմք, ցանկացած բան հիմք պիտի ունենա, չէ՞, կառույցը պիտի ունենա հիմք, այս շենքը ունի հիմք, ինչ որ մենք կառուցում ենք պիտի ունենա հիմք, Հիսուսը սրա մասին խոսեց, առաքել պատմեց, որ հիմար այն մարդը, որ ավազի վրա է կառուցում, այն ինչ որ կառուցում է, իսկ իմաստուն այն մարդը, որ փորում է ժայռա գտնում, դրա վրա է կառուցում այդ կառույցը, դրա համար ցանկացած բան պիտի ունենա հիմք եւ ես ուզում եմ խոսել այսօր դրա մասին։ Քո առաքելության հիմքերը։ Աստված մեզ տվել է մանդատ, միսիա, առաքելություն, լինել աղ եւ լույս։ Գրված է դուք եք աղը, դուք եք լույսը, նկատիր, չասեց որ կլինես։ Նա խոսում է դու ես արդեն լույսը, դու ես աղը։ Չի ասում լավ կլինի որ լինես աղ, լավ կլինի որ լինես լույս, ոչ, նա ասեց լավ կլինի որ դա պահես։ Նա ասեց այսօրվա ժամանակով, հիմա ես դու լույս, հիմա ես դու աղ, բայց այն պահելը քեզանից է։ Որպեսզի աղ իր համը չկորցնի, դա քեզանից է, զգուշ եղի որ քո աղը համը չկորցնի, զգուշ եղի որ քո լույսը չխավարի։ Այսինքն այդ ամեն ինչը պահողը ես եւ դու ենք։ Օրինակի համար մենք պիտի իմանանք ինչի համար ենք եկել այս աշխարհ։ Մենք պիտի իմանանք մեր միսիան, մեր առաքելությունը։ Ով գիտի իր կոչումը։ Թող ես խնդրում եմ, թող ձեր բարձրացնեն նրանք, ովքեր գիտեն հստակ ինչի համար են ապրում։ Հա? Հրաշալի ստատիստիկա, եկեղեցու 5%-ը գիտի ինչի համար ապրում։ Տխուր է։ Ով գիտի ինչի համար է ինքը ապրում, թող որ ձեր բարձրացնի։ Դառնանք 2%։ Հաջորդ հարցից որ բոլորը գնալու են աչքից։ Մնալու եմ ես մեկ էլ 2%-ը։ Եվ արդեն ջանք ասենք, ջանկը լսենք։ Ժորժ ջան, դուք չգիտեք ինչի համար եք ապրում։ Ով գիտի իր ապրելու նպատակը, ով գիտի իր միսիան, թող ձեր բարձրացնի։ 4%, աճում ենք, լավ ստատիստիկա է։ Ես եւ դու մենք պիտի հստակ իմանանք ինչի համար ենք ապրում։ Տեսեք, ամեն բան ստեղծվեց իր նպատակի համար, թռչուններ թռչեք, նրանք թռնում են։ Բազմացեք, թող որ բույս լինի, նրանք բազմանում են։ Մարդն էլ պիտի ունենա իր կոչումը եւ նա ունի իր կոչումը։ Դուք ասես բազմանալն է, նաեւ աճեք ու բազմացեք։ Հալելույա։ Աճում ու բազմանում ենք, բայց Կորինթացիներին նամակի մեջ գրված է, որ մենք կանչված ենք հաղորդակից լինելու Աստծո հետ, մեր առաջի կոչումը սա է, հաղորդակից լինենք Աստծո հետ, որովհետև մնացած արդեն պատճառահետևանքային կապ է։ Եթե մենք չունենանք հաղորդակցություն Աստծո հետ, մենք չենք կարող իմանալ ինչի համար եմ ես ծնվել։ Եթե ես ապրում եմ մենակ ուտելու համար, քնելու համար եւ բազմանալու համար, նույնն են անում կենդանիները։ Այս ժամանակ ժողովող գիրքը կասի, ինչ տարբերություն, անասունն էլ ննջեց ընկավ փոսը, մարդն էլ մեռավ ընկավ փոսը։ Տարբերությունը ո՞րն է այստեղ։ Եվ արյուտես սատանան կարողացել է աշխարհը մտցնել դրա մեջ, որ դու ապրում ես մենակ քո որովայնի համար։ Սրա պատճառով կասի Պողոս առաքյալը, նրանց Աստվածը նրանց որովայնն է։ Ովքեր ապրում են իրանց որովայնի համար միայն, ուտենք, խմենք եւ ներողություն զուգարան գնանք եւ վերջ։ Բայց այդպես չի։ Մենք պիտի հստակ իմանանք, որն է մեր առաքելությունը։ Օրինակ Տեր Հիսուս Քրիստոսը հստակ գիտեր ինչի համար էր եկել երկիր։ Արի գնանք Աստծո խոսքի մեջ, Ղուկասի ավետարան 4 գլուխ 18 խոսք։ Եվ դու նույնպես պիտի իմանաս քո առաքելությունը, քո միսիան։ Դժբախտ այն մարդը, ով որ չգիտի ինչի համար ապրում։ Առավել ավելի դժբախտ այն մարդը, այն քրիստոնյան, ով որ չգիտի իր կոչումը։ Եկեղեցում ինքը ով է, Աստծո մարմինի մեջ ինքը որտեղ է։ Չի կարա չէ ձեռս միշտ թափառի։ Մեկ ստեղից աճի, մեկ հելի վզից ես դուրս գա։ Բայց այդպիսի քրիստոնյաներ կան արյուտես, նա չգիտի ինչի համար է։ Նա ուզում է թափառի, այդտեղը մենք պետք է իմանանք հստակ, սերներս, ինչի համար ենք մենք։ Եվ այդ առաքելությունը ունի հիմքեր, մենք այդ հիմքի մեջ պիտի լինենք։ Եվ Հիսուսը գիտեր սրա մասին։ Հիսուսը հստակ գիտեր ինչի համար է նա եկել։ Ղուկասի ավետարան 4 գլուխ 18 խոսք։ Գրված է Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև
ինձ օծեց եւ ինձ ուղարկեց։ Ձերից երբ որ Տիրոջ հոգին քո վրա է, իսկ այն քո վրա է, ում վրա է Տիրոջ հոգին։ Բոլորի վրա է Տիրոջ հոգին։ Համենայն դեպս այդպես պիտի լինի եկեղեցում։ Ու երբ որ Տիրոջ հոգին ինձ վրա է, իսկ այն քո վրա է, դու ունես համապատասխան օծություն։ Տիրոջ գրված է, նա ինձ օծեց եւ ուղարկեց եւ դու դառնում ես արդեն ուղարկված։ Եվ այստեղից արդեն բխում մնացածը, արդեն որն է, աղքատների բարիլուր ավետելու։ Այստեղից է չէ բխում, երբ որ Տիրոջ հոգին ինձ վրա է, կա համապատասխան օծություն աղքատներին բարիլուր ավետելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին ազատ արձակելու եւ կույրերին տեսողություն, հարստարվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելու տարին քարոզելու։ Գիտես Տիրոջ ընդունելու տարին քանի տարի արդեն 2000 տարի է Տիրոջ ընդունելու տարին է։ Եվ մենք սա պիտի քարոզենք, մենք սա պիտի տարածենք, սա տրված չի աշխարհի կառույցներին, սա տրված է միայն եկեղեցուն։ Եվ դու ունես հրաշալի հնարավորություն այսօր Տիրոջ ընդունելու տարին քարոզելու։ Յուբիլեյնի գոտ, այդպես է։ Սա մենք պիտի տարածենք, եկեղեցին է սրա կրողը, եկեղեցին է ստացել այս մանդատը, ուրիշ ոչ ոք։ Ասա դա իմն է, ասա դա ես եմ անելու, ասա ես եմ աղը, ես եմ լույսը, նայ դու ասեցիր։ Սա քոնն է։ Նույնիսկ եմ ուզում հիշեցնել, Տերը չասեց լավ կլինի լինեք աղ, Տերը չասեց լավ կլինի լինեք լույս, դուք եք լույսը, բայց զգուշացեք, որ այն չխավարի։ Շատ հաճախ, այնքան հաճախ, միշտ չի տարածվում, ինչու, խավարում է լույսը, համը կորցնում է աղը, եւ հետո որտեղ նրանք օգտագործես։ Նա գիտեր հստակ իր առաքելությունը, Հիսուսը գիտեր հստակ իր առաքելությունը, այսինքն առաքելության հիմքերից մեկը Տիրոջ հոգին ինձ վրա է, եւ սրանից հետո բխում է հետևանքը օծություն, այսինքն առաջին հիմքը սա է, թանկագինս, ով գրում է թող գրի, տնային խմբակի ավակները ասացին, ոչ, ասեցին գրում ենք։ Գիտես որն այդ առաքելությունը, երկնքի մթնոլորտը բերել երկրի վրա, եւ սա մեր ուսերի վրա է դրված։ Սա մեզանից է, ինչքանով որ մենք թույլ կտանք դա կրենք, այդքանով մենք կկրենք, Տերը ուզում է որ մենք դա կրենք, Տիրոջ կամքն է սա, Տիրոջ երազանքն է սա, եւ ինչ ասես Տերը, չի կարա քաղաքը թաքնվի, երբ որ ժայռի վրա է, չի կարա այդ լույսը թաքնվի։ Որովհետև գիտես լույսը ինքը մեկ է լույս է տալու, ուզում ես գրվանի տակ դիր ինքը միևնույն է լույս է տալու, գրվանը կլուսավորի, բայց արի գրվանը միայն չլուսավորենք, այլ որտեղ աշտարակի վրա մենք պիտի դրվենք, որ լույս տանք տանեցներին, ժայռի վրա պիտի լինենք, որ կանչենք դեպի մեզ, գիտես խավարում ժողովուրդը, որը պիտի թափառում է, լույս է ուզում տեսնի, եւ ուր կգնա ըստ քեզ, գրաս ասես, մութ անտառ, թե ժայռի վրա մի քաղաք, երբ որ նա տեսնի, միանշանակ ժայռի վրա մի քաղաք կգնա։ Դա համար մենք պիտի կանչող լինենք։ Ամեն։ Գիտես Մարկոսի ավետարանում Հիսուս Քրիստոս երբ որ գնում էր այս երկրից, համբարձվում էր, նա տվեց մեծ հանձնարարականը, ով գիտի մեծ հանձնարարականը։ Գնացեք։ Գնացեք ամբողջ աշխարհով մեկ, ավետարան, քարոզեք, ամեն, Արարածի։ Ով որ հավատա, մկրտվի կփրկվի, եւ հավատացողներին պիտի հետևեն նշաններ։ Աննորմալ է, երբ որ նշանները չեն հետևում, նորմալ է, երբ որ հետևում են։ Եվ մենք ենք սա նույնպես կրողները։ Ինձ եւ քեզ է տրված սա կրողները։ Գրված չի միայն առաքյալներն են սա անելու։ Գրված չի միայն հովիվները սա պիտի անեն։ Իդեպ ասեմ հովիվ բառը ընդամենը մեկ անգամ է գրված նոր կտակարանում։ Սա իմիջիալոց։ Գրված չի միայն եպիսկոպոսները սա պիտի անեն կամ սարկավագները։ Ովքեր պիտի անեն, հավատացողները, մի քիչ առաջ երգում ենք, հավատում եմ քեզ, ուրեմն նշանը պիտի լինի, ուրեմն նշանը պիտի հետևի, ով հավատա, հավատացողին պիտի հետևեն նշանները, առաքելության կամ միսիայի հիմքն է հավատքը, կարող ես գրել, քո մոտ, որն է հաջորդ հիմքը, դա հավատքն է,
որից հետո կբխի արդեն մնացած հետևանքները, որ դևերը չեն կարող ենթարկվել, հիվանդությունները չեն կարող ենթարկվել։ Ինչու, որովհետև դու հավատում ես։ Եթե ինչ-որ մի տեղ է թերանում ես, արա այդ անկեղծ հավատքը։ Հավատում եմ, բայց օգնիր իմ անհավատությանը։ Ու գրված է, որ Տերը ինչ արեց, համագործակցում էր նրանց հետ։ Դու դառնում ես Տիրոջ հետ գործակից, Տերը դառնում է քո հետ գործակից։ Գիտես այսօր աշխարհում շատ մարդիկ փնտրում են հավատարիմ գործակիցներին։ Դու գիտես, որ միակ ամենահավատարիմ գործակիցը դա Հիսուս Քրիստոսն է։ Նա հավատարիմ այդ գործի մեջ, որտեղ որ դու ներ ես դրվում, նա նույնպես ներ է դրվում։ Այսօր շատ կամպանիաներ, շատ կորպորացիաներ, շատ կառույցներ, հիմնարկներ փնտրում են համագործակիցներ, որ համագործակցեն, հայերով ասած օրթախներ։ Մեր ամենահավատարիմ գործընկերը Հիսուս Քրիստոսն է, փառք նրան հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ իրականում Տերը համագործակցում է թանկագինս, գնացողի հետ, քարոզողի հետ։ Ու գիտես ինչ ասեց, ես գնում եմ, եւ այն գործերը, որ ես արեցի, դուք էլ կանեք։ Ուղղակի քեզ ուզում եմ այսօր հիշեցնեմ սիրելի եկեղեցի, որ դու առաքելություն ունես, որ դու միսիա ունես։ Ես ուզում եմ քեզ այսօր ուղղակի հիշեցնել, որ մեր միսիան չի միայն կիրակի իսկ կիրակի, այլ որտեղ որ դու լինես մանկապարտեզում, լինես դպրոցում, ուսումնական հաստատություններում, աշխատանքի տեղը, տանը դու պիտի լույս եւ աղ լինես եւ զգուշանաս, ամեն զգուշությունից զգուշանաս քո սրտից, որ հանկարծ այն աղը իր համը չկորցնի։ Ինչպես որ ասես Տերը, էլ որտեղ նրանք օգտագործես, ոտի կոխանա լինում։ Այդ ոչ մարգությանը, ոչ բնությանը։ Ինչպես վերցնենք այն, ինչ իրականում մեզ է պատկանում, դա դու պիտի տեսնես քո հոգու մեջ։ Դա պիտի ծնվի քո հոգու մեջ։ Դու պիտի դա տեսնես։ Օրինակ եմ ուզում բերել Աբրահամին։ Ծննդոց գիրք 15:5-ում գրված է, որ Աստված դուրս հանեց Աբրահամին ու ինչ ասեց. նայիր դեպի երկինք եւ հաշվիր աստղերը, եթե կարող ես այն հաշվել։ Եվ ասաց նրան, այդքան կլինի քո սերունդը ու շարունակությունը։ Աբրահամը հավատաց Տիրոջը։ Միթե միջև չէր հավատում Աստծուն, հավատում էր, բայց մի բան յեդաստայոտ, մի բան այն չէր։ Ու գրված է Աբրահամը հավատաց Աստծուն, քո միսիայի հաջորդ հիմքը հավատք դա սիրելիս։ Մենք պիտի հավատանք։ Եվ շատ ժամանակ մենք ինքներս ենք մեզ մտցնում այդ կաղապարների մեջ։ Մենք ինքներս ենք մեր համար վրաններ գործում, հետո մտնում ենք վրանի մեջ, հետո ասում ենք, բա ուր է աստղերը, բա խի դու պիտի տեսնես աստղերը, եթե վրան կա։ Մենք չենք կարող աստղերին նայել, մենք չենք կարող երազել, այսինքն ինչ է ստացվում, այդ վրանները մեր թշնամիներն են, որովհետև այդ վրանները խանգարում են, որ մենք նայենք այնպես, ինչպես Տերն է տեսնում։ Ինչպես որ Տերն է ցույց տալիս, Տերը ուզում է, որ դու աստղերը տեսնես, նայես։ Մի բան չես կարող նայելուց, հաշվես, շատ է։ Այդքան Տերը պատրաստում է շատացնի քո սերունդը, քո հոգևոր սերունդը, քո կյանքը լցնի իր գեղեցկությամբ, իր շատությամբ, որտեղ ենք մենք ձախողվում, չենք հավատում, մենք մեզ մտցնում ենք այդ վրանների մեջ։ Մեր համար կառուցում ենք առաստաղ ու ասում ենք, խի ես չեմ տեսնում աստղերը, բա ներողություն, խի պիտի տեսնես աստղերը։ Վրանը խանգարում է այնքան հաճախ։ Դրա համար սիրելիս դու ունես միսիա, եւ քո միսիայի հաջորդ հիմքը դա հավատքն է։ Բայց մենք չենք կարող հավատքի մեջ քայլել, եթե մենք Աստծուն սահմանափակում ենք, որտեղ այստեղ մեր միտքն է մեր առաջի թշնամին, որտեղ որ մենք նրան ուղղակի կահապարների մեջ ենք մտցնում, վանդակների մեջ։ Ինչու, որովհետև մենք մարդ ենք։ Բայց Տիրոջ մեջ կա հզոր մի այնպիսի բան, որը կոչվում է, եւ դուք երկնքից կստանաք զորություն, դինամիտ, պայթունավտանգ ես դու հոգևոր աշխարհի համար, դիվային աշխարհի համար։ Դա համար ինքը ամեն ինչ կանի, որ քեզ կաղապարների մեջ մտցնի, որ դու այդ վանդակներից ենկոմ ոչինչ չտեսնես։ Օրհնությունները պատկանում են մեզ, պարզապես պիտի դա տեսնենք մեր հոգու մեջ։ Այդ աստղերը պիտի տեսնենք մեր հոգու մեջ, այդ ավազները մենք պիտի դուրս գանք վրաններից։ Վրանների մեջ ավազի հատիկներ չկան, վրանի մեջ երկինքը դու չես կարող տեսնել։
Ամեն եւ մենք իրականում չպիտի մեր սեփական ձեռքերով կառուցենք այդ վրանները։ Եվ դա դարձնենք մեզ թշնամի։ Ու իրականում թույլ տուր, որ Աստված երազանքներ դնի քո սրտի մեջ, քո մտքի մեջ, քո հոգու մեջ, ինչպես որ Աբրահամի կյանքում արեց։ Նա երազանք դրեց։ Թեև ամուլ, թեև չորացած, թեև ծեր Աբրահամի եւ Սարայի կյանքի մեջ, երբ որ ամեն ինչ ասում է, ամեն ինչ խոսում է նրա մասին, որ ուշ է, ժամանակը գնաց, քո գնացքը ուշացել է, գնացքից ուշացել ես, գնացել է, վերջ։ Բայց Աստված ասեց, այ հիմա է իրական ժամանակը, որովհետև այստեղ ես կարող եմ փառավորվել, երբ որ ամեն բան չորացած է, երբ որ Սարայի արգանդը չորացած է, եւ Աբրահամի կյանքում էլ ամեն բան չորացած է, նրա սերմը մեռել էր։ Այ հիմա է ժամանակը, որ Աստծո փառքը երևա։ Հիշի նորից եմ ասում, ամենա մութ պահը դա լուսադեմին է լինում։ Փառք Հիսուսին։ Դա համար մի վախեցիր մեծ բաներ երազել Աստծո հետ միասին։ Եվ դա իրականում լինում է, երբ որ մենք դառնում ենք երկինքը կրողները։ Ամեն։ Երբ որ մենք երկինքը կրողներն ենք լինում, մենք սկսում ենք նայել իրավիճակին, ինչպես որ Աստված է տեսնում։ Հիշում ես Տեր ինչ ասես մեկ անգամ։ Բարձրացեք ձեր աչքերը վեր եւ տեսեք, որ հունձքը շատ է։ Մշակներն են քիչ։ Տեր, ախր չէ՞ որ ես այդ հունձքը նայելու համար պիտի աչքերս իջացնեմ ներքև։ Տեր ասում է, չէ, սխալ ես տեսնում։ Դու պիտի կարողանաս երկնքից դեպի երկիր նայես, բարձրացու քո աչքերը վեր դեպի երկինք, այ իմ հայացքով նայի երկիր, ու տես, որ հունձքը շատ է, մշակներն են քիչ, ու աղոթի, որ մշակներ Հայրը ուղարկի։ Համար գիտես, մենք դա պիտի տեսնենք մեր սրտի մեջ, առաքելության հաջորդ հիմքը տեսնելն է, որ դու տեսնես։ Դրա համար ես հարցնում, ով գիտի իր կոչումը, ով գիտի իր նպատակը, ով գիտի ինչի համար ապրում, եթե դու դա չես տեսնում քո մեջ, գիտես քո ամեն օրը կնմանվի եւ դու կապրես ընդամենը 1 օր, ինչպես դասականն ասեց։ Եթե քո բոլոր օրերը նման են իրար, դու մի օր ես ապրել։ Տերը մեզ ուզում է դարձնի, մեր մեջ ուզում է բերի շատ գույներ, մենք կանտրաստ ունենանք մեր մեջ, որ դու հոգնած գաս ու քնես ամեն օր, որտեվ դու այդ օրը ամբողջ օրը այնպես ես աշխատել, այնպես ես քարոզել, այնպես լավ լույս ես եղել, լավ աղ ես եղել, քո ամը չես կորցնում, դու երազում ես, դու պայքարում ես, դու գնում ես, մի վախեցիր ու մի նայր քո տարիքին, ինչպես իմ տարեդարձն էր, եւ երեխեքը երիտասարդները տորթ էին թխել ու վրեն գրել էին պասպորտ վրյոտ, պաստորը 18 Մի նայր քո անձնագրին, տարեթվին, գիտես, մի վախեցիր մեծ բաներ երազել։ Առաքելության հիմքերից մեկն է թանկագինս տեսնելը։ Բայց ինչպես տեսնեմ, եթե ես իմ աչքերը չեմ բարձրացնում երկինք։ Ինչպես տեսնեմ, եթե իմ հայացքը եւ Աստծո հայացքը չեն համապատասխանում, չեն հանդիպում։ Ինչ անել, նայել երկինք թանկագինս ու երկնքից նայել դեպի երկիր։ Ամեն։ Երբ որ Պետրոսը հասկացավ, որ դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին, վկայությունը չուշացավ, Հիսուս ասեց, այնց հիմք է պետք։ Ինձ հայտնություն է պետք, հաջորդ հիմքն է դա հայտնությունը Քրիստոսի մասին։ Երբ որ Պետրոսները ասում են, «Վաու, փաստորեն դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին», եւ Հիսուսը ինչ ասեց Պետրոսին, «Երանելի ես դու, որովհետեւ ոչ թե արյունը եւ մարմինը քեզ հայտնեցին, այլ իմ Հայրը»։ Հիմա հարց, բայց ինչու է այդ դեպքում, երբ որ նույնը արեց Նաթանայելը։ Նաթանայելը 3 տարի առաջ էր ասել Հիսուսի մասին, որ դու ես Քրիստոսը, Աստծո որդին։ 3 տարի առաջ Պետրոսից։ Ինչու այդ ժամանակ Նաթանայելը ինչ ասեց Հիսուսը, «Երանելի ես դու, Նաթանայել»։ Որովհետև Նաթանայելին հայտնեց մարմինը եւ արյունը։ Իսկ Պետրոսին հայտնեց հենց Հայրը, որ նա է Քրիստոսը, կենդանի Աստծո որդին։ Հիսուս ասեց, այնց էս հիմքն էր պետք։ Ինձ այդ հայտնությունն էր պետք, որի վրա ես կկառուցեմ իմ եկեղեցին։ Եվ այդ եկեղեցին հաստատ դժոխքի դռները չեն կարող դիմակայել։ Հաստատ չեն կարող հաղթել։ Մեզ հայտնություն է պետք։ Սիրում ես ինձ, Պետրոս։ Սիրում եմ, ուրեմն արածեցրու իմ գառներին, իմ ոչխարներին, հաջորդ հիմքը գիտես որն է, հաջորդ հիմքը սերն է։
անկեղծ սրտից բխած սերն է։ Առանց սիրո մենք ոչինչ չենք կարող անել։ Առանց սիրո իրար կուտենք, իրար կփչացնենք, իրար կվառենք։ Առանց սիրո, եթե ես չեմ կարողանում քեզ սիրել, եթե դու չես կարող քո կողքինին սիրել, եթե դու չես կարողանում սիրել եկեղեցին, մարդուն դու չես կարող Աստծուն սիրել, սուտ է։ Նույն Աստծո խոսքը, եթե դու քո եղբորը ում որ տեսնում ես չես սիրում, ինչպես դու կարող ես ասել սիրում եմ Աստծուն, որին ես չեմ տեսել։ Սիրիս միսիայի հիմքերից մեկն է սերը։ Քո առաքելության հիմքերից մեկն է սերը, աստվածային սերը։ Այսօր այդպիսի թեմայի եմ ուզում խոսել, հենց սրա մասին։ Հիշեցում բոլորիս, ինչի համար ենք մենք ընդհանրապես հավաքվում, ինչի համար ենք ապրում, ինչի համար ենք ծառայում։ Սա մենք ունենք առաքելություն, մենք ունենք միսիա երկրի վրա անելու։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Ու իրականում խոսքը մեզ բազմիցս հորդորում է, որ մենք ունենանք նպատակ, երկնային նպատակ։ Հակառակ դեպքում, ինչպես որ կասի Հովսե մարգարեն իր գրքում 4-րդ գլուխ 6-րդ խոսք, ինչ է ասում, սարսափելի մի բան։ Գրված է. իմ ժողովուրդը բնաջնջվեց գիտություն կամ նպատակ չունենալու պատճառով, որովհետև դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ եմ մերժելու իմ քահանայությունից։ Այն ժողովուրդը, որը չունի տեսիլ, չունի նպատակ, չունի գիտություն, բնաջինջ է լինում։ Այն մարդը, որ չունի գիտություն, չունի նպատակ, նա բնաջինջ է լինում։ Եվ Աստված մի արածցե, մենք սրան հասնենք, որ ասում է, ես էլ քեզ մերժեցի իմ քահանայությունից։ Չէ՞ որ մենք շատ ենք սիրում այս տեղը ցիտենք եւ դա իրականում ճշմարիտ է եւ Տիրոջից է որ ասում է դուք ընտիր մի ազգ եք, թագավորական քահանայություն։ Մենք կանչված ենք քահանա լինելու, քահանան իրականում ով է քահանան։ Դա Տիրոջ եւ մարդու արանքում կանգնած մեկն է, որ բարեխոս է լինում, որ աղոթում է, նա ունի հստակ նպատակ։ Քահանան գիտի իր անելիքը։ Քահանայի աղոթքը հստակ տարբերվում է մնացած աղոթներից։ Եթե մեր աղոթքը պատտվում է միայն մեր շուրջ, դա սխալ աղոթք է, դա քահանայական աղոթք չի։ Եվ այս աղոթքին Հիսուսը ինչ ասեց, փարիսեցիական կեղծ աղոթք։ Այդ փարիսեցին է չաղոթում էր միայն իր մասին։ Գոհանում եմ քեզանից, որ ինձ ընտրեցիր, ես մեղավոր չեմ, ես չգիտեմ, կարողանում եմ քեզ ծառայել։ Փառք էր տալիս Աստծուն իրականում, որ նա այս աշխարհի զատված է։ Եվ իր աղոթքը պատտվում էր միայն իր շուրջը։ Եվ Տեր ինչ ասեց, կեղծ աղոթք, նա արդարացված չգնաց։ Իսկ որն է փարիսեցիական ներողություն քահանայական աղոթքը, գիտես որն է, երբ որ նա կանգնում է մարդկանց եւ Աստծո մեջտեղը եւ բարեխոսում է։ Ինչպես դա արեց Մովսեսը։ Տեր ուզում ես բնաջնջես այս ժողովրդին, հարց չկա, ուրեմն իմ անունն էլ ջնջի կյանքի գրքից։ Այդ նման ռադիկալ աղոթքների է Տերը սպասում։ Եվ մեկ անգամ Աստված վերցրեց, եթե չեմ սխալվում, Եզեկիել մարգարեին էր, ասեց, արի ես քեզ տանեմ ցույց տամ, թե որտեղ քահանայությունը իրականում տանուլ տվեց, սխալվեց, շեղվեց։ Ու գրված է, եւ ինձ տարավ Տիրոջ հոգին մի տաճար, եւ ես տեսա տաճարում, որ մարդիկ քահանաները իրենց մեջ կպտտել են դեպի խորանը, իսկ երեսով դեպի արևը։ Ահա որտեղ այդ սխալը։ Երբ որ մարդիկ ընկնում են քահանայությունից, երբ որ նրանք մեջքով են կանգնում խորանին, երբ որ նրանք մեջքով են կանգնում Աստծուն, իսկ երեսով դեպի արևը, դեպի այս աշխարհի Աստվածը, սիստեման եւ այլն։ Դա համար սիրելիս, քահանայի աղոթքը ռադիկալ տարբերվում է եւ պիտի տարբերվի մնացած բոլոր աղոթքներից։ Սա համար ինչ է պետք։ Նպատակ։ Քահանան ունի կոնկրետ նպատակ կանգնի մարդկանց եւ Աստծո մեջտեղը եւ ուղղակի բարեխոս լինի։ Որովհետեւ իրականում մենք պատասխանատվություն ունենք այն տարածաշրջանի համար, որտեղ որ մենք ապրում ենք, հոգեվոր պատասխանատվություն։ Մենք պատասխանատվություն ունենք այն ընտանիքում, որտեղ մենք ապրում ենք, հոգեվոր պատասխանատվություն։ Մենք պատասխանատվություն ունենք եւ մեր վրա դրված է դա։ Այդ մանդատը Տերն է դրել մեր վրա, ուզենք թե չուզենք։
Մենք կարող ենք թաքնվել եւ վարել ջայլամի քաղաքականություն, բայց դա չի օգնի։ Եվ Աստված ստիպված մեկ-մեկ հատակը բետոնում, որ ջայլամ իշխան ուզենա, խփի գլուխը մցնի այնտեղ չկարողանա։ Որ մենք սկսենք նայել ու տեսնել խնդիրները, ու աղոթել ու բարձրաձայնել ու կանգնել Աստծո առաջ ու ասել Տեր իմ Աստված, խնդրում եմ խառնվես իրավիճակին։ Եզեկիել մարգարեություն 22:30 մեկ անգամ այդպիսի բան կա, ասում է բանում գազանանոցում մի այսպիսի հայտարարություն էր գրված, ասում է «Не пугайте страусов, полбетонный»։ Ինչքան էլ ուզեն այնքը գլուխը մտցնի, ինքը խփելու է հայ բետոնին։ Համար ասված երբեմն այ բետոնում այդ հատակը, որ մենք մեզ չտենալու չտանք։ Ամեն։ Եզեկիել մարգարեություն 22:30 նայեք ինչ ասում Աստված, ասում է եւ ես նրանց մեջ Պարիս պշինող եւ խրամատի մեջ երկրի համար իմ առաջ կանգնող մարդ որոնեցի, որպեսզի նրանց, այսինքն Իսրայել ժողովրդին չկործանեն, բայց չգտա գոնե մեկին, ով որ կկանգներ իմ եւ ժողովրդի մեջտեղը եւ կբարեխոսեր խրամատում։ Ռուսերենով գրված է «вправе»։ Գիտես դա որն է «вправе»-ը։ Ճեղքումն է դա։ Երբ որ գետին հակառակ ես գնում, երբ որ հունին հակառակ ես գնում, ասում ես փնտրում եմ այդ մեկին, ով որ չի թուլանա ու կկանգնի իմ առաջ, բայց չգտա այդ մեկին։ Պարզվում է, թե Աստված գտներ այդ մեկին, Իսրայել ժողովուրդը չէր գնա գերության։ Պարզվում է, թե մեր շուրջը կա գերություն, ուրեմն չկան բարեխոսներ։ Եթե մեր շուրջը կա գերություն, խմիչքի նկատմամբ, թմրադեղեր եւ այլն գերություններ, ուրեմն մենք բավականաչափ չենք կանգնել «вправе» Աստծո եւ մարդկանց արանքը։ Մենք բավականաչափ մեր ցունկը չենք մաշել ուրեմն։ Սիրելի եկեղեցի, մենք այդ քահանայական աղոթք ուրեմն չենք անում։ Մեր աղոթքը ուրեմն մեր շուրջը պատտվում, մեր անձի շուրջը։ Գոհության աղոթք իմ համար, գոհության աղոթք են հացի համար, որ ես ամեն օր ուտում եմ, գոհության աղոթք, որ առողջ եմ, գոհության աղոթք տանիքի համար, որտեղ ապրում եմ, գոհության համար, չգիտեմ, լիքը շատ պատճառներ կա գոհանալու, բայց թանկագիներս Տերը սպասում է եւ ուզում է քահանայական աղոթքին։ Ամեն։ Ու երբ որ հասկանում ես, որ հիմքեր ունես, այստեղ սկսում աշխատել արդեն հոգևոր աշխարհում։ Ղուկասի ավետարան 10:19 ահա իշխանություն տվի ձեզ կոխելու օձերի եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զորության վրա եւ ձեզ ոչինչ չի վնասի։ Երբ որ ես հասկանում եմ, որ հիմքեր ունեմ, ուրեմն ես կանգնելու տեղ ունեմ։ Ու ինչ չի վնասի, ինչու, որովհետեւ իմ հիմքը ժայռն է, Քրիստոսն է։ Հեսու 1:3 բոլոր տեղերը, որ կոխեն ձեր ոտքերի թաթերը, ձեզ պիտի տամ։ Խնդրի որ տա։ Ես պիտի ուզեմ, չէ որ տա։ Ես պիտի գնամ, չէ որ կոխեմ այդ հողերը։ Տերը համագործակցում է գնացողների հետ։ Երկրորդ Կորինթացիների 15-ը եւ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, եւ գերի ենք բռնում ամեն միտ Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Ահա երբ որ աշխատում է, հոգեվոր աշխարհում քո զորությունը, իշխանությունը։ Երեմիա 1:10 Տես ես քեզ այսօր ազգերի վրա եւ թագավորությունների վրա նշանակեցի, որ ինչ անես, որ խլես եւ պոկես, փչացնես եւ կորցնես, որ շինես ու տնկես։ Միջև որ ես հինը չփչացնեմ, չպոկեմ ու չխլեմ, ես չեմ կարող նորը շինել ու տնկել։ Չի կարելի, չենք կարող։ Ոչ ոք հին շորի վրա նոր լաթի կարկատան չի դնում, դա Տեր Հիսուսի խոսքերն են։ Չի կարելի երկուսն էլ փչացնել եւ նոր գինին հին դիկերի մեջ չեն լցնում։ Եփեսացիների 6:18 ամեն ժամ աղոթեք եւ խնդրեք հոգով եւ սրա մեջ արթուն մնացեք հարատեվությամբ եւ աղաչանքով բոլոր սուրբերի համար։ Դու կարդում ես այստեղ ամեն ժամ արթուն մնալը։ Հասա է քահանական աղոթքը։ Եվ խնդրեք հոգով։ Սա բանալի խոսքեր են, որ Պողոս Առաքյալը մեզ տալիս է։ Ամեն ժամ արթուն եղեք, աղոթք արեք ու խնդրեք հոգով եւ սրա մեջ ինչ արեք,
Եվ սրա մեջ արթուն մնացեք հարատևությամբ։ Հարատևությունը ի՞նչ է, թանկագինս։ Սա կարգավիճակ է։ Արթուն մնալը սա կարգավիճակ է։ Դերը չի ասում բացարձակ մի քնի է։ Սա խոսում է մեր արթուն լինելու մասին, զգայուն լինելու մասին հոգևոր աշխարհում։ Ինչ ասում, աղաչելով բոլոր սուրբերի համար։ Սա բարեխոսական աղոթք է։ Սա քահանայական աղոթք է։ Երբ որ կանգնում ես մարդկանց եւ Աստծո մեջտեղը, երբ որ քշտում ես քո ձեռքերը եւ ասում ես ես սա կփոխեմ, հետո ինչ, որ պատմությունը կամ ոմանց փորձառությունը ցույց է տվել, որ չի փոխվում, այս մարդը չի փոխվում ու վերջ։ Ուրեմն թուլացել ես։ Ուրեմն թուլացել եմ։ Ուրեմն մենք մեր ձեռքերը չենք քշտել։ Ուրեմն մակերեսային ենք աղոթել։ Մեկ անգամ ես այստեղից ասեցի, չէ՞, իսկ ինչ եթե նա մահվան անկողնում փրկվի։ Դու դիմացար ու քո կյանքի մեջ դու չտեսար, չվայելեցիր նրան։ Իսկ ինչ եթե նա մահվան անկողնում փրկվի, քո կյանքը դժոխք դարձրած մեկը, ու դու երկնքում նրան շահես։ Ինչու, որովհետև դիմացել ես ուղղակի, չես հանձնվել։ Իսկ եթե իմ աղոթքը մենակ իմ շուրջը ապտտվում, այստեղ ենք մենք ձախողում, սիրելի եկեղեցի։ Որովհետև մեր աղոթքը մեր շուրջ է լինում։ Ես ուզում եմ, որ երբ որ մենք անցնենք այս ճանապարհը, մեր միսիան, մեր առաքելությունը եւ հետ նայենք մեր այս օրերին, որ այն ժամանակ անցյալ արդեն լինելու, մենք ասենք դժվար էր, բայց ստացվեց։ Դժվար էր, բայց եղավ։ Ես ուզում եմ իրականում, երբ որ մենք գնանք այդ պրարիվ է, հա, այդ նույնություն նոր կարդացի, ճեղքման մեջ, գնանք վերքոտված, ցավերով, չգիտեմ, խոցված, գնանք կանգ չառնենք ու հետ պտտվենք, նայենք այսօր այս օրերին։ Այսօր մեր համար սա մեր ներկանա, չէ։ Բայց այս ժամանակ մեր անցյալն է լինելու։ Մենք ասենք դժվար էր, անհնարին էր թվում, բայց ես չհանձնվեցի ու ստացվեց։ Նորից եմ ասում, գուցե եւ մահվան անկողնում, բայց դու կշահես, որովհետեւ Աստծո խոսքը չի կարա ստի։ Գրես քանիսն են շահել, քանիսն են հասել, միգուցե ամենավերջում, բայց հասել են։ Ու մենք կթողնենք մեր մեծ հետքը մեզանից հետո եկողների համար։ Եվս մեկ հիմքի մասին եմ ես ուզում խոսել ու խորացնել դրա մեջ, դա բարեխոսությունն է։ Մի հայտի տեղ եմ ուզում բերել Աստծո խոսքից։ Դա այն հեթանոս կնոջ պատմությունն է։ Հեթանոս մի կին, որը որ հանգիստ չէր տալիս Հիսուս Քրիստոսին։ Իր հետևից գնում էր եւ աղաչում էր, բարեխոսում էր։ Բարեխոսական աղոթք էր անում։ Իր աղջկա համար, ասում էր, ողորմի խնդրում եմ Տեր, աղջիկը սաստիկ հիվանդ է, ողորմություն արա, Հիսուսը նրան ոչի բանի տեղ չէր գնում, չէր պատասխանում, դու պատկերացնում ես։ Հիմա պատկերացու քեզ, ցավի մեջ, դժվարության մեջ, պրոբլեմի մեջ, ամենահարազատ մարդը տանջվում է, ու դու աղոթք ես անում, դառնագին աղոթք ես անում, դաժան աղոթք ես անում, ու Տիրոջից պատասխան չկա։ Պատկերացնում ես։ Պատկերացրու քեզ, քանի օրը տես կաղոթես։ Թե հիասթափվես երկրորդ աղոթքից հետո։ Իսկ լավ պատասխանը գիտես ինչ եղավ։ Շուն, լավ չի, որ ես երեխաներից վերցնեմ հացը ու քեզ տամ։ Ո՞վ է սա ասում։ Հիսուս Քրիստոսը, դու պատկերացնում ես, աղոթում ես, դժվար, ամենադժվար պահին ու Տիրոջ օգնությունն է քեզ պետք, եւ գալիս է պատասխան։ Շուն։
Ուղիղ չասեց, բայց այդպես դուրս եկավ։ Լավ չի վերցնել երեխաներից հացը եւ շներին տալ։ Գիտես ինչ ասում ես կնոջ պատասխանը, հիացնում է։ Նա ոչ թե գայթակղվեց, նա ոչ թե բոյկոտեց, նա ոչ թե նեղացավ, ասեց, «Բա քո մասին ես լսել էի դու բարության էտալոնն ես։ Ես քո մասին լսել էի, որ դու բոլորին բժշկում ես։ Քո մասին ես լսել էի, որ դու գիտես ամենասուրբ եւ արդարն ես»։ Կարար չի ասեր։ Կարանք չի ասենք։ Ասում լավ չի վերցնել հացը երեխաներից եւ շներին գցել։ Դա ոչ թե գայթակղվեց, ոչ թե բոյկոտեց, հեռացավ, նեղացավ։ Նա ասեց, ուզում ես շուն լինեմ, հա? Կլինեմ։ Եթե դու այսպես ես ուզում, եթե սա քո կամքն է, ես դա կլինեմ։ Իրես միսիայի հիմքերից մեկը որն է, այն նման բարեխոս լինելն է։ Երբ որ դու ոչինչ անում ես, երբ որ քեզանից ոչինչ չի մնում, երբ որ թվում է, որ գիտես հենց անձամբ Տերն է, անձամբ Հիսուսը, չէ՞ նրան նույն բանը ասեց։ Եվ նա չգայթակղվեց, նա չբոյկոտեց։ Ուզում ես որ շուն լինեմ, կլինեմ։ Տեր, քո համար։ Գիտես, ես որտեղ եմ տանում հիմա սա, ինչ եմ ուզում սրանով ասած լինել։ Հաճախ կարա թվա, որ ես ոչնչացա։ Հաճախ կարա թվա, որ արժանապատվությունս, հաճախ կարա թվա, բայց Տերը սպասում է քեզանից քո այն անկոտրում լինելը։ Երբ որ այլևս ես չեմ ապրում, ոնց որ ասեց Պողոս Առաքյալը, այլևս ես չկամ, ես գոյություն չունեմ, եւ այն ինչ որ ես գիտեմ եւ սովորել եմ գամայղելի ոտքերի տակ, այն ամբողջ գիտությունը, տիտղոսները, ամբողջ կոչումը ես աղբ եմ համարում։ Այս սա է մեր առաքելության հիմքը։ Երբ որ ամեն բան հանուն Քրիստոսի ես աղբ պիտի համարեմ։ Այնքան հրաշալի է, երբ որ մենք սա անում ենք։ Տերը ասում է, ես հասա ուրեմն իմ ուզածին։ Տերը կարար անմիջապես Աննային որդի պարգևեր, բայց նա սպասեց այնքան ժամանակ, մինչև Աննայի աղոթքը հարբած կնոջ աղոթքի պես եղավ։ Դու պատկերացնում ես, արդեն ամուսինը նայում ու չի ջոգում, սա հարբած է, թե իր կնոջը չի ճանաչում։ Բայց ես հարբած չեմ, այլ ես մի կին եմ, որ իմ սրտով տառապում եմ, ու Տեր ասեց, հիմա ես հասա իմ ուզած կարգավիճակին, հիմա ես կտամ քեզ մեկին, որ ամբողջ Իսրայելը կբերի Աստծուն, եւ Սամուելը ծնվեց, եւ ամբողջ Իսրայելը բերեց Աստծուն։ Ինչու, որովհետև նա արդեն չկար, Աննան արդեն գոյություն չուներ, նա դա վերցրեց, նա ստացավ իր որդուն, ոչ թե իր համար, այլ արդեն Աստծո համար։ Եվ ինչ աղոթք արեց, տուր, որ քեզ տամ, տուր, եւ ես այդ զավակին քեզ կտամ, եւ հենց որ կրսկից կտրեց, նա տվեց արդեն Տիրոջը, այլևս ոչ թե ես, այլ Քրիստոսը։ Ասում է շուն, հարց չկա։ Ես չկամ այստեղ։ Այս սա է բարեխոսական աղոթքը, երբ որ դու ոչնչանում ես արդեն։ Երբ որ գիտես ինչ, այո, մենք պետք է ասենք, որ մենք արժեք ունենք, Տիրոջ արժեքն է մեր վրա, Տիրոջ արյունն է մեր վրա, բայց երբ որ ես ոչնչանում եւ աղբ եմ դառնում Քրիստոսի համար, այս ժամանակ Աստված կարա օգտագործի մեռած Սարայի արգանդը, Աբրամի մեռած վիճակը, Իսահակի մահացած լինելը զոհասեղանի վրա, որ նա ինքն իր մեջ մահացավ, բայց նա սերմ դառավ։ Մինչև սերմը չմեռնի, նա չի կարա պտուղ բերի։ Որն է մեր առաքելությունը, մեռնենք մեր անձերի համար։ Որն է մեր մենք հակառակ դեպքում չենք տեսնի շատ բաներ։ Մենք կգանք ու կգնանք, տարիներ, դարեր շարունակ կգնանք ու կգանք։ Աթոռ կմաշենք, կոշիկ կմաշենք, երաժշտական գործիքներ կմաշենք, Աստվածաշունչը այնքան կկարդանք, կմաշենք, բայց կարող այդպես էլ ոչինչ չփոխվել։ Ինչու, որովհետև ես չփոխվեցի, որովհետև ես չցանկացա, որովհետև ես չմեռա սրա համար։ Սա է իրական բարեխոսությունը, երբ որ դու ոչնչանում ես, շուն ես ասում, ոչինչ, քո համար Տեր, եթե այդպես ես ուզում, ես կլինեմ,
հողը կդառնամ, հող կլինեմ, որ դու կարողանաս իմ մեջ ցանել քո սերմերը։ Ես այսօր չեմ ուզում մեր արժանապատվությունը գցենք, ես ուզում եմ, որ մենք հասկանանք այսօր։ Հասկանանք, որ ոչինչ չի լինում առանց գին վճարելու, բացարձակ ոչինչ։ Սա է բարեխոսությունը։ Երբ այլևս ես չեմ ապրում, այլ Քրիստոսն ապրում ինձանում։ Ես խնդրեմ փառաբանության թիմը գարթեն։ Ու չէ որ նույնը արեց Քրիստոսը։ Եվ նա օրինակ թողեց, լավագույն օրինակը թողեց։ Եվ խոսքն այսպես մեզ պատվիրում։ Փիլիպեցիների նամակի մեջ գրված է Պողոս Արաքյանն ասում, թող ձեզանից ամեն մեկը խորի իր մասին այնպես ինչպես Տերը։ Ամեն մեկի մեջ մտնում եմ ես։ Ամեն մեկի մեջ մտնում ես դու։ Ուրեմն մեզանից ամեն մեկը պիտի խորի այն ինչ որ Տիրոջում է, որ նա Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձն ունայնացրեց։ Ծառայի կերպարանք առնելով, ծառայի պես լինելով, ինքն իրեն խոնարհեցրեց միջև մահ, այն էլ մահ։ Դες ի՞նչ է նշանակում մարդկային կերպարանք։ Դաժան մի բան, սրբության սրբոցը թողած, հավիտենությունը թողած, ինչ է նշանակում լինել մարդկային կերպարանքում։ Մենք շատ լավ դա գիտենք, որովհետև մարդ ենք, բայց նա դեռ մարդու կաշվում մեջ չէր եղել։ Եվ նա թողեց այդ ամեն ինչը հանուն այն մարդու, ում դու ամենաշատն ես ատում, չես սիրում։ Ինչպես Գևի քարոզի ժամանակ ասեց, երբ որ գալիս Աստծո երկյուղը, մենք սկսում ենք ատել ոչ թե չար, այլ չար մարդուն։ Բայց Աստված նրան սիրում է, չէ՞։ Ու դա սխալ է։ Երբ որ ես ատում եմ մեկին, ում համար Քրիստոսը մեռավ։ Սա սխալ է, սա ճիշտ չի։ Ու նա մարդկային կերպարանք առավ, այդ տանջանքներով անցավ, հանուն այդ մեկի։ Մեկ անգամ Աստծո ներկայությունը այնքան ուժեղ ես վերապրում էի, տարիներ առաջ, մեր պատշգամբում, աղոթում էի, ու ես ասեցի, Տեր, ով եմ ես, որ դու ինձ այցելում ես, ով է մարդի որդին, որ դու նրա համար հոգ ես տանում, ով եմ ես, ով է այս մարդը, բեղավորների մեջ առաջինը, ասեցի, որն այդ քո սերը, գիտես Տեր ինչ պատասխանեց, եթե աշխարհում մեկ մարդ լիներ, մեկ մարդ, ես պատրաստ այդ մեկի համար գալ, այդ նույն տանջանքների մեջով անցնել, չարչարվել, մեռնել, իջնել դժոխք, հոր ներկայությունից կտրվել հանուն այդ մեկի եւ հարություն առնել։ Սա է Աստծո սերը։ Եվ Աստծո խոսքը ասում է, թող որ ձեզանից ամեն մեկը սա խորհի իր մասին, ինչ Հիսուս Քրիստոսում է, որ Աստծո կերպարանքում լինելը։ Մեզանից ոչ ոք չի կարող ասի, ես Աստծո կերպարանքում եղել եմ։ Բայց եւ մեզանից ոչ ոք չի կարող ասի, ես Քրիստոսի չարչարանքները անցել եմ։ Ու ներել եմ բոլորին։ Պատկերացնում ես իրան խոցողին, իրա վրա թքողին, իրան դավաճանողին, իրան ուրացողին, այն ժողովրդի համար, ովքեր որ տարակուսված են, քամիների պես քշվում են, մեկ Օվսաննա են գոռում Դավթի որդուն, իրանց հագուստներն են փռում ավանակի ոտքի տակ, նրա հետևից են գնում, ընդամենը օրեր հետո գոռում են խաչը բարձրացրու նրան, մարդիկ տեսարան են ուզում, արյունոտ տեսարան են ուզում, եւ Հիսուսը ինչ արեց, հայրներիր, չեն հասկանում ինչ են անում, լավ դու կարաս ասես դա Հիսուսն էր, Աստծո որդի էր, արի խոսանք Ստեփանոսի մասին, Ստեփանոսի մասին հասկանում ես, որին քարկոծում էին, եւ նա այդ քարը նետողի համար բարեխոսում է, եւ ասում է ներիր, չեն հասկանում ինչ են անում, սա է բարեխոսությունը, այս կնոջ օրինակն է մեր համար բարեխոսությունը,
Երբ որ իմ արժանապատվությունը գոյություն չունի։ Բարեխոսությունը առանց պայմանի է, անպայման է։ Ես կբարեխոսեմ, եթե ինքը Կարինձանից ներողություն խնդրի եւ այլն։ Հոբի ընկերները ինչ ասեցին նրան։ Ոնց ասես մեղադրեցին։ Ճիշտ, սխալ, ինչ գիտեն ասեցին։ Ինչ ասեց Աստված, միչև Հոբը ձեր համար չաղոթի, չեմ ներելու ձեզ։ Եվ Հոբը այդ խոցերի մեջ, այդ դաժան կյանքով անցած, արժանապատվությունը տրորած, աշխարհով մեկ խայտարակ եղած, բարեխոսում է իրեն մեղադրողների համար։ Եվ Աստծուց ներում է գալիս։ Ու երբ որ Աստծուց ներում է գալիս, Հոբի կյանքն է բժշկվում։ Եվ նա վեր է ստանում է հետ, ոչ թե ունեցվածքը, որը կորցրել էր, այլ 7 պատիկը, նա հետ է ստանում Աստծուց։ Որտեղ սկսվեց, դա գիտեր են հիմքը, առաքելության իր միսիայի հիմքը դա բարեխոսությունն է։ Սիրտը ցավալով բարեխոսությունն է։ Ամեն։ Եվ նա այդ ամեն արեց եւ մեզ պատվիրեց սա։ Այսպիսով քո առաքելության հիմքերը դա օծությունն է, որի գինը դու ես վճարում, Սուրբ Հոգու հետ միասին քայլելով։ Եվ քո հավատքը գնալով սկսում է բարձրանալ։ Դու սկսում ես նայել եւ տեսնել երկնքից երկիր։ Դու հայտություն ես ստանում, որ սիրով պետք է ծառայես մարդկանց եւ Աստծուն։ Իսկ դա իր հերթին արդեն քեզ դարձնում է բարեխոս։ Դու կարաս էլի ավելացնես հիմքեր, դու ճիշտ կլինես, ես սրանք եմ առանձնացրել, օծություն, Սուրբ Հոգու հետ միասին քայլել, հավատք, տեսնել, հայտնություն, սեր եւ բարեխոսություն։ Եվ սա անելով թանկագիներս իրականում մենք հզոր հիմք ենք դնում մեր ոտքերի տակ Աստծուն ծառայելու համար։ Եվ ինչպես որ հաճախ սիրում եմ ասել, ու երբ որ հանդիպենք նրան, ոչ թե մենք կփոշմանենք մեր շարածների համար, այլ մենք ինչ որ ունենք կբերենք, կփռենք Աստծո ոտքերի տակ ու կլսենք Տիրոջից բարի եւ հավատարիմ ծառան։ Քչի մեջ էր հավատարիմ։ Եվ ես քոնը քեզ տվեցի։ Արի մտի քո հոր ուրախության մեջ։ Եվ ես ուզում եմ մենք հիմա աղոթք անենք։ Աղոթենք իրականում մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին, որ այն հիմքերը, որի մասին այսօր խոսեցինք, դրա վրա մենք կայուն կանգնենք եւ ներենք բոլոր նրանց, ովքեր չար են եղել, անարդարացի են վարվել։ Մի բան եմ ուզում քեզ ասել։ Դու գիտես, որ ներելը ընդհանրապես կապ չունի արդարության հետ, բացարձակ։ Որովհետեւ մենք չենք ասում ներում են, որովհետեւ չգիտեմ, ներելը կապ չունի ընդհանրապես արդարության հետ։ Դա ողորմության հետ կապ ունեցող մի բան է։ Ես ներում եմ, որովհետև ես իմ Տերը ներեց։ Փառք Հիսուսին։ Ու լինենք բարեխոս։ Տարածքի համար, քաղաքի համար, մեր ընտանիքի համար, ընտանիքի անդամների համար։ Ամեն սիրելի եկեղեցի։ Արի փակենք մեր աշկերը։ Արի խոնարհեցնենք մեր գլուխները Աստծո առաջ։ Եկնային Աստված փառք լինի քեզ։ Ամեն ինչի համար։ Շնորհակալ ենք քեզ Տերս։ Շնորհակալ ենք այն հիմքերի համար, որ դու դրեցիր մեր մեջ։ Տեր, ես ուզում եմ, որ մենք խորհենք այս ամբողջ շաբաթ սրա մասին։ Սուրբ Հոգի, աղոթում եմ, որ դու հիշացնես այս բոլոր խոսքերը։ Իսկ դու փառավորվես, իսկ ես փոքրանամ, դու մեծանաս, ես փոքրանամ, դու հայտնի լինես Տեր իմ Աստված, իմ միջոցով ազգերին, մարդկանց, ընտանիքներին, մեր քաղաքներին, մեր գյուղերին, որ Տերը ներող է, որ Տերը սիրող է, բարեգութ ու ողորմածանա, փառավորվիր եւ մեծարվիր, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա։
Ամեն, ամեն, Տեր օրհնի քեզ շատ։ Ինչ որ այսօր խոսացինք, խնդրում եմ խորհիր սրա մասին շաբաթվա ընթացքում, այդ հիմքերը, որի մասին խոսեցի, դիր քո ոտքերի տակ ուղղակի։ Որովհետև եթե շենքը հիմք չունենա, օրերից մի օր միևնույնն է, խարխլվելու է, մի օր կործանվելու է, եւ նրա կործանումը, ինչպես Տեր ասեց, մեծ է լինելու։ Համար մենք պետք է հիմք ունենանք։ Ամեն։ Ես ուզում եմ, որ մենք ես ձեզ օրհնեմ եւ գնանք Տիրոջ խաղաղությամբ, Տիրոջ օրհնությամբ եւ հիշիր Կիրակի հաջորդ Կիրակի զատիկն է, Սուրբ զատիկն է, արթուն եղիր է շաբաթ։ Աղոթի ինչ որ մեկի համար եւ շաբաթ օրը մոտեցիր նրան։ Եկեք ես առաջարկում եմ շաբաթ օրը ծոմ ունենանք։ Եվ ծոմով հավաքվենք այստեղ աղոթենք մեր Տիրոջը։ Ինչպես Տեր ասես, մեկ ժամ էլ չկարողացա կարթ մնալ, մեկ օր էլ չկարողանանք սոված մնալ։ Հա։ Տերը զրկանքներ կրեց մեր համար։ Արի ծոմով գանք միասին, այստեղ աղոթք ունենանք եւ Կիրակի օրը կունենանք Սուրբ Զատիկը, կնշենք մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառապանծ հարությունը եւ կուրախանանք։ Փառք Հիսուսին։ Պարզի քո ձեռքը, ես օրհնեմ քեզ, Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ։ Ամեն։